Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին, պատերազմ է լինելու։ Ինչու է ըստ ձեզ շանտաժ անում Փաշինյանը եւ արդյոք դուք այն մարդն եք, ում հետ նա կարող է այդ ձևով խոսել։ Դե շանտաժ միշտ է արել, ինքը սկսած իր ժուրնալիստ եղած ժամանակահատվածից միշտ, ասենք, կոմպրոմատների վրա մարկանց աղաբեկելով աշխատած իր աշխատած այդ ձևը վաստակել։ Այ ինչի համար եմ ասում, ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև այդ մարդը իր սեփական հալալ քրտինքով հարստացած մարդ է, ասենք, իր միջոցներով, իր ճիշտ կազմակերպված լինելով, ասենք, մարդը վերջ ղեկավարին ոնց են ընտրում, ասենք, եթե ղեկավարը, ասենք, այսօր օրինակելի պետք է լինի հայ ժողովրդի համար, իր օրինակով։ Եթե մարդիկ ցույց են տալի, որ ազգային ժողովի ղեկավարը, վարչապետը բաժանվում են կնոջից, ասենք, այդ վերջը ընտանիքը հայերի համար, ասենք, կարևոր նշանակություն ունեցող է, չէ՞ ուրիշ ազգերից տարբերվում են ընտանիքի կայունությամբ հայ ազգը։ Ասենք, այնտեղ էլ են, այդ ինստիտուտն են ավիրում։ Ցուցադրական, ասենք, բաժանությունները, բաները, սա ցույց են տալի ժողովրդին, ասենք, դա ժողովուրդը դրանցից ինչ սովորի, ասենք, ինչ օրինակելի բան ունեն, որ վերցնի իրենցից։ Հետո քարոզարշավի ժամանակ, ասենք, ինչ իմաստ ունի իրանց ընդդիմախոսներն էլ պետք է բան չասեն, ընդհանրապես նախկին խոսակցությունները, նոր խոսակցությունները համադրեն իրարու, Նիկոլն իր դեմ կաշխատի։ Հին Նիկոլ, նոր Նիկոլ, ասենք, որ եւ որ համատում ես, ռոլիկները դնում ես իրար դեմ, պարզա որ արդեն ամբողջ ծերից ծեր սուտ է ասվածը։ Չի կարա հիմա չի կարա խոսի, անում այն տեսակին, որ տեսակը որ իր տեսակն է, որ վախկոտ տեսակն է։ Ավելի լավ է մի օր ապրել, ցուլ ապրել, չեմ 100 տարի ինչ ապրել։ Էսի պետք է լյուբոյ հայ տղամարդ էդի հիշի ու ապրի այդ ձևով։ Ոչ, հիմա չի կարա այդ ձևով խոսել։ Այդպես է ասում, որպեսզի վախեցնի ժողովրդին, ժողովուրդը միամիտ է, բայց հասկանում է դա, որ խաբում է։ Հիմա որ հայատել մտնենք նույն հարցը տանք, սա էլ հասկանում են, որ այդպես չի։ Առանց Փաշինյանի մենք ավելի լավ խաղաղության կգանք, առանց որևէ տերիտորիա զիջելու, առանց որևէ ոչ մի բան տալու։ Ես մտածում եմ ոչ թե պատերազմը չընտրվավ, ավելի շատ պատերազմ չի լինի, իսկ եթե որ ընտրվավ, դա իհարկե պատերազմ պետք է լինի, որովհետև ինքը եկավ կառավարություն գլուխ, բերեց չարիք, ինքը չարիք է, մեր երկրին բերեց պատերազմ է, քանի հատ, այսինքն 7 տարվա մեջ քանի հատ պատերազմ առաջացել, քանի հատ պատերազմ բերեց, ականատես ենք, չէ, քանի հատ պատերազմ, մեկ խաբենք սենք, լավ, նախկիները բին եմ եկել է, ինքը կայնում ասում է ես Ղարաբաղը ճանաչում եմ Ադրբեջան 76640 կիլոմետրի մեջ, Ղարաբաղը, այստեղ մարդիկա իրանք էլ ասում են, հիներն են տվել Ղարաբաղը, հիների դու չէր դանդաս, հիների ետ տվին, ինչ տվին։ Այն ով է, որ ինչ այնձ պետք է անի, էլ ես եմ կրվե, հաշվի անդամ եմ դառել, ինքը գնաց այն ստեպ վարչապետ, այնձ ինչ պետք է անի, այնձ ոչ մի բան չի կարող անի։ Ես Սիսյանից ինձ ուղարկին Մուրացան հոսպիտալ, վերջի 44 օրյա պատեր։ Ես գնացեմ այնտեղ ինձ տիրություն չարի։ Իմ գումարով ես գնացել եմ բուժվել եմ։